խոսելով այն երևույթի մասին, թե ինչ տեղի կունենա, եթե հանկարծ գազի գինը թանկանա Հայաստանում, այդ մասով հետևյալ մեկնաբանությունը կարող եմ անել, որ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի արտադրության մոտ 30-35% կախված տարվա կառուցվածքից արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում եւ հետեւաբար եթե գազի քինը կթանկանա X դրամով կամ Y անգամ, չգիտեմ, եթե կթանկանա, դրանք անհայտներ են եւ ընդամենը այդպես քաղաքական խոսույթներ են, իրականության մեջ չունենք դեռ որևէ նման թիվ, ես անձամբ որպես հանձնաժողովի նախագահ իմ սեղանին չունեմ նման թիվ դրված պաշտոնապես եւ չկա նման քննարկում եւ հետեւաբար այդ նշված տոկոսի չափով ազդեցությունը էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի վրա բնականաբար կլինի բացասական, բայց անցած անգամ մեր հանդիպումներից մեկի ժամանակ ես եւս այդ մասին հայտնեցի իմ կարծիքը որպես ՀՀ քաղաքացի, որ աշխարհացունց բան այնուամենայնիվ դրանից տեղի չի ունենա, որովհետև արևային տեխնոլոգիաները վերականգնվող էներգետիկան այս տարիների ընթացքում մեր երկրում բավական բարեբախտաբար զարգացել է առաջանցիկ տեմպերով եւ միայն արդեն արևային կայանների գոյությունը մեր իրականության մեջ մեզ կապահովի 92, 93, 94 թվականների ծանր էներգետիկական կրիզիսի պատկերը ունենալուց։ Այո, անցումային փուլում եթե կլինի գազի թանկացում, որոշակի դժվարություններ ենթադրաբար կլինեն, բայց դա չի լինի այն ձեր չնայած դուք երևի այդքան ավելի երիտասարդ եք, այդ հովարային անջատումների տարիների այդ պատկերը չենք ունենա, այդ ծանր եւ խորը, արդեն ասացի, որ անհետևանք դա չի կարող լինել, անցումային որոշակի դժվարություններ կլինեն, բայց դա չի լինի, այսպես ասած, որ օրերով, ժամերով ինչ որ հոսանքազրկումներ կունենանք, դրան գումարած մենք օրեր առաջ ազգային ժողովում ընդունվեց կուտակիչ կայանների մասին օրենքը, էներգետիկայի մասին օրենքի փոփոխություններ արվեց եւ շուտով Հայաստանի Հանրապետությունում արդեն այդ կուտակիչ կայանների կառուցման, ներդրման հնարավորությունը կլինի, որը եւս կգա իր հերթին լրացնելու եւ օգնելու այս խնդրի որոշակի մեղմանը